Հարգելի հյուրեր, պարոն Ծառուկյան, հարգելի դեսպաններ, հասարակական քաղաքական գործիչներ, հյուրեր և բարեկամներ։ Առաջին հերթին սիրով ուզում եմ ողջունել բոլորիդ, մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը ցուցահանդեսի բացմանը, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման փաստավավերագրությունը։ Այսօրվա ցուցահանդեսը պարզապես լուսանկարների կամ էսքիզների հավաքածու չէ։ Այն մեծ ճանապարհի արտացոլումն է գաղափարից, ոգեշնչումից, մինչև ճարտարապետների, ինժեներների, նկարիչների և բազմաթիվ մարդկանց համատեղ աշխատանքին։ Մենք իրոք ժամանակակիցն ենք պատմական իրադարձության, քանզի հենց մեր աչքերի առաջ ու մեր օրերում ստեղծվում է պատմություն, որը վստահ եմ դառնալու է ոչ միայն մեր երկրի ճարտարապետական խորհրդանիշը, այլ նաև ազգային համերաշխության, վերածնվող Հայաստանի նոր սիմվոլ հետագա սերունդների համար։ Գագիկ Ծառուկյանի մտահղացմամբ ու Ծառուկյան ընտանիքի միջոցներով կառուցվող այս արձանը լինելու է աշխարհում ամենաբարձրը, սակայն դրա մեծությունը չափվելու է ոչ թե միայն բարձրությամբ, այլ առաջին հերթին իմաստով, խաղաղության, ողորմածության, կարեկցանքի ու հույսի պատգամով։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները բացահայտում են կառուցման ամբողջ ընթացքը, ստեղծագործական որոնումներից մինչև բարդ ինժեներական լուծումներ։ Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն շինարարական գործընթացը, այլև մարդկանց զգացմունքները, նրանց հավատն ու նվիրումը ընդհանուր գործին։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի կողմից։ Նրա ներդրումը պարզապես ֆինանսական չէ։ Սա ներդրում է մշակութային ժառանգության, հոգևոր խորհրդանիշի ստեղծման մեջ, որը դարերով է ծառայելու մարդկանց։ Պատահական չէ նաև ցուցահանդեսի խորագիրը, մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը, քանզի սրանք պարզապես խոսքեր չեն։ Այս նախագիծը արդեն իսկ միավորել է տասնյակ հազարավոր մարդկանց տարբեր երկրներից, տարբեր դավանանքի, տարբեր ազգությունների, տարբեր տարիքների։ Նրանցից յուրաքանչյուրը այս ամիսների ընթացքում իր անմիջական մասնակցությունն է ունեցել այս պատմության կերտմանը, մի քար դնելով, մի դուլ շաղախ լցնելով, իր գործով ու մտքով մասնակիցը դառնալով ազգային այս կառույցի ձևավորմանը։ Մենք ամեն օր տեսնում ենք այդ մարդկանց ոգևորվածությունը, նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը, այն հավատը, որով նրանք իրականություն են դարձնում այս գաղափարը։ Սրտանց ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել ամբողջ թիմին, ճարտարապետներին, ինժեներներին, շինարարներին, արվեստագետներին, կամավորներին, որոնք մասնակիցն են այս պատմական նախաձեռնությանը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր լուսանկարիչներին, Սերժ Դավիդովին և Ռոբ Ֆրանգյանին, խնդրում եմ ծափահարենք մեր ընկերներին, որոնց աշխատանքները այսօր ներկայացված են այստեղ և նրանց ջանքերի շնորհիվ դուք հնարավորություն ունեք առնչվել այդ պատմությանն ու նաև այսօր արվող լուսանկարների միջոցով միգուցե դառնալ հետագայում կերտվող պատմության մի մասնիկը։ Ես առավել քան վստահ եմ, որ այս նախագիծը դառնալու է հույսի, խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի նոր խորհրդանիշ,